Բարգավաճ Հայաստանի տեխնացուները շարունակում են պնդել, հունիսի 7-ին ստացած իրենց ձայները գողացվել են։ Գողացվել են մեր ոչ միայն ձայները, ավելի գլոբալ երևույթ է տեղի ունեցել։ Աննախադեպ երրորդ հանրապետության պատմության մեջ կառավարության շենքում նստած մեկի քմահաճույքով մի ամբողջ խմբակցություն զրկվել է խորհրդանու ներկայացված լինելու իրավունքից։ Նախորդին Փաշինյանն էր կասկածի տակ դրել այս մեղադրանքը, հայտարարելով, թե եթե ընտրողների ձայները գողացված են, թող այդ մարդիկ հեղափոխություն անեն։ Ասում եմ, ում ձայնը կեղծվել է, դուրս եկեք։ Ես կոչ եմ անում, դուրս եկեք հրապարակ։ Ուրեմն մենք շատ լավ գիտենք, երբ փողոցային ակցիաներ հարկ կունենանք անելու, մենք շատ լավ գիտենք, ՍԴ երբ կդիմենք, ինչպես կվիճարկենք, դա ինչպես կզուգակցենք հրապարակային փողոցային ակցիաների հետ։ ԲՀԿ ցուցակով падգամավորի տեխնացու քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա դրանք է անվանում հեղափոխություն անելու մասին Փաշինյանի հայտարարությունը։ Հասկանում եմ, որ իշխանության ճգնաժամը վերացված չի, հասկանում եմ, որ անց ռեպրեսիաների իշխանությունը կայունացնել հնարավոր չի, այս երևույթին իրան առիթներ են պետք ինչ-որ ռեպրեսիվ գործողությունների մոտիվացիա ստեղծելու համար։ Ըստ քաղաքագետի Փաշինյանը ժամանակ է ձգում արտաքին գործընկերներին ցույց տալու, թե իրավիճակը վերահսկելի է։ Այդ Նիկոլ Փաշինյանն է ուզում գոլորշին բաց թողելու համար եւ ռեպրեսիաների համար հիմքեր ստեղծելու համար, որ ցնցումներով սցենարներ, որտեղ ինքը արբիտրի դերում կլինի, մյուս կողմից էլի արտաքին պատրոններին հնարավորություն ունենա ցույց տալու, որ իրավիճակը վերահսկում է եւ այլն եւ այլն։ Սուրենյանցը համոզված է, միայն Փաշինյանին ձեռնտու սցենար է ընդդիմադիրների փողոցային որևէ չհաշվարկված գործողություն։ Իր պլանը եղել է բախումնային սցենարի զարգացումը։ Եկեք փողոց կոնկրետ փողոցի դրսևորման հետ միայն չկապենք։ Ամբողջ ընտրաշավը ինքը տարել է անտագոնիզմի, բախումների, քաղաքական հաշվի տրամաբանության։ Անտրամաբանական է Փաշինյանի հարցը, թե ինչու են հրապարակները դատարկ, եթե ձայներ են գողացվել, ասում է քաղաքագետը, հիշեցնում 2017-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումները։ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո շատ խաղաղ վիճակ էր երկրում։ Շատ խաղաղ, նույնիսկ կարծեմ ՍԴ-ում որևէ մեկը չէր վիճակի։ Ընդամենը 1 տարի հետո տեղի ունեցավ հեղափոխություն։ Օրերի, շաբաթների հարց չէ իշխանափոխությունը, ասում է քաղաքագետը, անիրատեսական է այսպես կոչված կայծակնային հեղափոխություն անելը, ըստ Սուրենյանցի։ Այդ չի նշանակում, որ ընդդիմությունը բողոքի ակցիաներ չպիտի անի, բայց մենք դա պիտի անենք ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանը մեզ թասիբի է գցում կամ ժողովրդական լեզվով ասած կուտա տալի իր արումը, այլ մենք պիտի ունենանք մեր օրակարգը։ Բարգավաճ Հայաստանի օրակարգում շարունակում է մնալ կորցրած ձայները վերականգնելու հարցը, ԲՀԿ-ն չի հաշտվում վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշման հետ, որի պատճառով խորհրդարան չի անցել։ Ուրբաթ սահմանադրական դատարանում է այդ հարցը վիճարկելու Բարգավաճ Հայաստանը։ Ալբերտ Սելոփյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։